Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, դատական նիստը ավարտվեց, դատավորը բացակայելու արգելքի որոշում կայացրեց, նաև վարչական վերահսկողություն, որով արգելում է հորս հանրային խոսք ունենալու, ակտիվ լինելու հանրային կյանքում, ինչ խոսք ուրախ եմ, որ հայրս գնալու է տուն, բայց կրկին բոլորս տեսնում ենք, թե ինչ է անում Նիկոլը, եթե Նիկոլը մնում է իշխանության։ Այս խնդիրը, այս անարդարությունը մտնելու է բոլորի տուն, որովհետև Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եթե ինքը մնա իշխանության, ապա ամբողջ քրեիրավական եւ ուժային համակարգը պետք է ծառայի իրեն եւ լրացնի իր հակառակորդներին։ Այսօր տեսա, որ նա իր խոսքում ասել է, որ ինքը կրկոտ ռետոր է, հետաքրքիր է ստացվում, որ հայրս իրանից ավելի երկար քաղաքական կարիերա ունի ու իրպես իր կյանքի մեծ մասը եղել է ընդդիմադիր ու եւս եթե իր ձևակերպումով խոսենք կրկոտ ռետոր է, իսկ ավելի ճիշտ եթե խոսենք սուր արտահայտություններ է անում իր պետության վերաբերյալ, իր պետությունը կործանողների վերաբերյալ, որովհետև սրտացավ է եւ մենք տեսնում ենք, որ արդարադատությունը չկա, որովհետև այն գործում է միայն մեկ գծով, եթե դու ընդդիմադիր ես քո ամեն խոսք հարցականի տակ է, եթե դու իշխանական ես, դու կարող ես անել ամեն բան։ Ճիշտն ասած, ընտրություններից հետո արդեն այս, չգիտեմ, 10 քանի օրը առանց հետը շատ դժվար էր մարսել, կարծում եմ, ցանկացած հայ մարդու Հայաստանի քաղաքացու համար, ով դեմ է այս ռեժիմին։ Եվ այս ամենի ֆոնին սա եղավ այն առաջին առիթը, որ կրկին վերադառնանք հանրային դաշտ, եւ սա շատ ցավոք սրտի սպասելի երևույթ է, որ եթե մենք ունենալով այս երկրում կես միլիոնից ավել մարդ առնվազն ով Նիկոլ Փաշինյանին դեմ է, իբրև հավաքական անդիմություն, իբրև քաղաքական մի մեծ զանգված չկարողացանք օպերատիվ կողմնորոշվել եւ գործել այս վարչախմբին պատասխանելու եւ այս վարչախմբի ապօրինությունները սաստելու, ապա հակառակ էֆեկտը, հակառակ արդյունքը սա է։ Նա ամբողջ ուժային համակարգով, ռեպրեսիաների միջոցով փորձելու է բոլորիս լրացնել եւ հասնել իր ուզածին։ Ի վերջո գործող իշխանությունը չի ապահովել այն կարգավիճակը պարլամենտում, որ խոսք է տվել իր տերերին, եւ նա հիմա ունի երկու տարբերակ, կամ պետք է գնա նոր ընտրությունների, որտեղ կստանա ավելի բարձր ձայներ, կեղծի ավելի շատ, քան այս անգամ է կեղծել, կամ պետք է ռեպրեսիաների միջոցով ընդդիմադիրներին կեսին լրացնի, կեսին դատի, իրան պետքական քանակին է անի իրանով, որպեսզի կարողանա թուրքական ծրագրեր իրականացնել։ Ես ասել եմ, որ մինչև հունիսի 7-ը, որ չեմ պատկերացնում ինչ է պետք լինելու անել, եթե ինքը վերարտադրվեց եւ այսօր ունենք ցավոք սրտի փաստ անկախ նրանից, որ դա ապօրինի թե օրինական է եղել, ես վստահ եմ, որ ապօրինի է եղել, ես վստահ եմ, որ ընտրությունները արդար չեն անցել, բայց փաստը այն է, որ նա այսօր իշխանություն է եւ միասնական, միասին եւ օպերատիվ եւ ամենակարևորը առողջ թայմինգով աշխատող ընդդիմությանը նա առանձին մասնատելու է եւ ոչնչացնի։ Եթե մենք չլինենք բոլորս միասին եւ եթե մենք չլինենք օպերատիվ եւ պահի կարեւորությունը չզգանք եւ բյուրոկրատիկ ժողովների եւ քննարկումներին տանք մեզ, փաստը մեկն է Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության եւ մեր երկիրը շարունակում է գնալ դեպի թուրքական անդունդը։ Մենք իբրև թե գնում ենք Եվրոպա, բայց ինչպես ես խոսք էի տվել, որ եթե Նիկոլը մնաց, դուք հիշելու եք նախընտրական Եվրոպա եւ հետընտրական Թուրքիա, որովհետեւ եվրոպական պետություններում խոսքի ազատությունը չի կարող այսպես ճնշվել, բազմակարծությունը չի կարող այսպես պատժվել եւ այն ամենը ինչ տեղի ունենում պարզապես աբսուրդ է։ Իմ հայրը 70 տարեկան քաղաքական գործիչ է, հանցագործ չէ, կոռուպցիոներ չէ, բայց այսօր ինչա որ ինքը ընդդիմադիր գործիչ է, մեր ընտանիքի վրա կա 5-6 քրեական գործ։ Եվ 25 թվին նա արել էր քաղաքական հայտարարություն, որի համար իրեն տարան նստեցրեցին բանդ 40 օր, դրանից հետո վճիռ տվեցին մի քանի միլիոն դրամանոց տուգանքով։ Իսկ հիմա 26 թվին, 24 թվին տեղի ունեցած հարցազրույցերի մեջ ինչ որ դրվագներ են գտել, որը այն ժամանակ արդեն գործ են հարուցել, տվել են էքսպերտիզայի ու հիմա արդեն զուգադիպեց, որ անմիջապես ընտրությունների ավարտից հետո էքսպերտիզայի պատասխանները եկան եւ իմ հոր խոսքերը կրկին հանցակազմ են ունեցել եւ դա դարձել է քրեական գործ։ Բայց մարդկանց սատկացնող, կզծնող, քաղաքական ամբիոններից վճիռներ տվող անձը ոչ մեղադրյալ է, ոչ կասկածյալ եւ ոչ է պլանավորում է որևէ կերպ պատասխան տա իր առասների համար։
եւ դա այդպես է լինելու առնվազն այնքան ժամանակ, քանի մենք մեր պայքարի եւ աշխատանքի ձևաչափը չենք փոխել։ Առայժմ այսքանը, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, լավ եղեք, հանդիպենք Երևանի փողոցներում։